Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՏՄ ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովում, հայտնելով, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին փոխադարձ հարգանքի իրավահավասար գործընկերության եւ ԵԱՏՄ պետությունների բոլոր անդամների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա։ Հայաստանը պետք է գնա Եվրոպական միության հետ մերձեցման, ոչ թե Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության այլ սեփական միջոցների հաշվին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակի խոսքով Եվրամիության մերձանալու հետ մեկտեղ Հայաստանն անխուսափելիորեն կբախվի խնդիրների ԵԱՏՄ-ում։ The Economic Times-ը հոդված էր հրապարակել Հայաստանի եւ Հնդկաստանի միջև խորացող պաշտպանական համագործակցության վերաբերյալ։ Հոդվածում նշվում է, որ Հնդկաստանի դերը Հայաստանի համար գնալով ավելի է կարևորվում, հատկապես այն ֆոնին, երբ Ռուսաստանը նվազեցրել է ռազմական մարտակառումներն Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով։ Ռուսաստանի Դաշնության սահմանափակումների վերաբերյալ ծանուցում ստացել ենք, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի եւ ելակի ներկրման նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են սննդի անվտանգության տեսչական մարմնից։ Բելարուսը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում համակողմանի աջակցություն ցուցաբերել Կուբային, այս մասին հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ընդգծել է, որ Մինսկը քաջատեղյակ է բարեկամական Կուբայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ հավելել, որ ազատության կղզին աշխարհուն, այդ թվում դեմս Բելարուսի, շատ ընկերներ ունի։ Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում։ 48 կիլոգրամ քաշային Հեղինե Պետրոսյանը եւ 54 կիլոգրամ քաշային Լուսիա Ավետիսյանը դարձել են մրցաշարի հաղթողներ։